BBC-ին իր կարող է իսլամական պետությունը գոյատևել առանց Բաղդադիի վերտառության հոդվածում, անդրադառնալով կոալիցիոն օդուժի կողմից վերջերս հրթիռակոծված իսլամական պետության Ավտոշարասյանը, որի ժամանակ ըստ տեղեկությունների սպանվել կամ վիրավորվել էր Աբու Բաքր ալ-Բաղդադին, գրում է. ԻԼԻՊ-ի աղբյուրների տարօրինակ լռությունը դեպքի առթիվ խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ, սակայն ամեն ինչ նույնն էր, երբ ավելի վաղ խոսվում էր իսլամական պետության խոսնակի մահվան մասին, սակայն ինչպես պարզվեց վերջում, դրանք անհիմն էին։ Անկախ առկա տեղեկության հավաստիությանը, կարևոր է այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Բաղդադիի մահը ԻԼԻՊ-ի համար, որի մեջ Բաղդադիի կերպարը կենտրոնական տեղ է զբաղեցնում, ով իրեն խալիֆ է համարում եւ հայտարարում, որի վերջո հիմնելու է խալիֆայություն։ Ալ-Բաղդադիի համբավի ու աջակցության անկյունաքարային պատճառներից են պնդումներն այն մասին, որ ԻԼԻՊ-ի առաջնորդը սերում է Մուհամմեդ Մարգարեի տոհմից։ Նա նաեւ լավ տիրապետում է իսլամի եւ շարիաթի օրենքներին, ինչպես նաեւ իսլամական պետության կնքահայրերից է։ Բաղդադիի անձը կապվում է նաև ԻԼԻՊ-ի զարգացման եւ տարածման հետ, որի շնորհիվ իսլամիստների առաջնորդը ճանաչում եւ փառք ձեռք բերեց։ Նրա ոչնչացումը խառնաշփոթ առաջացնելով իսլամական պետության շարքերում կթուլացնի այն, եթե չհաջողվի Բաղդադիին արժանի հետնորդ գտնել։ Չնայած կան բարձր հեղինակություն ունեցող իսլամիստներ, ովքեր կարող են փոխարինել Բաղդադիին, այնուամենայնիվ նրա մահը հավանական է սասանի իսլամական պետության հիմքերը։ Գրիշ Աղաջանյան, ժամը լրատվական։